մենք ոստիկանությունից զանգ ստացանք, որ մեր այսօրի քրոջ որդու պարսակը պետք է մի հատ ստուգեն, որովհետև իրենք ահազանգ են ստացել ոստիկանությունից։ Հայր Կորյունի քրոջ որդու։ Ով այդ ժամանակ մեր շարժման մեջ էր եւ ինքը այդ տեսա խցիկն էր, որով ինքը նկարում էր այդ շարժման գործընթացը։ Այսինքն հոգևորական չէր։ Չէ, ինքը 18 տարեկան մի շատ հրաշալի երիտասարդ, այսպես ասեմ։ Եվ պարսակը մոտեցրինք ոստիկաններին եւ ոստիկանները խոզարգություն կատարելով պարսակում ոչ մի արտարոց բան չտեսան։ Եվ մենք պարսակը վերադարձրեցինք եւ կախեցինք իր տեղում եւ կես ժամ հետո նորից ինձ խնդրեցին, որ պարսակը մոտեցնենք եւ պարսակը երբ որ մոտեցրինք, օհո, պարսակում հայտնաբերվեց սպիտակ թղթով փաթված ինչ-որ զանգված։ Եվ դրանից հետո արդեն պարզ դարձավ, որ ինչ-որ մեկ այդ պարսակի մեջ այդ զանգվածը տեղադրել է եւ ոստիկաններն էլ անակնկալ եկան։ Իրենք ուզել էին, որ այդ թմրանյութը տեղադրելու միջոցով շարժման վրա ձև հետք թողնել, իբր թե շարժման անդամները թմրամոլներ են կամ օգտագործում են թմրանյութ։